Բարև Լորենցո, լավ տրամադրություն ունես, ոգևորված ես անհատական ծրագրով։ Ողջույն Դանի, իհարկե։ Եվ հենց նոր առցանց գնեցի ամենաանտիր կիթառը։ Հապանայիր, սա լրիվ նոր Gibson ES Supreme է։ Այս կիթառները սովորաբար 3 անգամ ավելի թանկ են լինում։ 3 անգամ։ Ծանոթացեք Դանի, ծառայությունների համակարգողի հետ, որը բացարձակ լսողություն ունի, եւ այսօր Մեղեդին մի քիչ կեղծ է հնչում։ Ինչ կլինի, երբ նա բացահայտի, որ իր խնամակալության տակ գտնվող անձին խաբել է մի խարդախ, որը մտադիր է Լորենցոյի կիթառային երազանքները դարձնել մղձավաճ։ Անունս Էվա Էլդորադո է, եւ ես աշխարհի լավագույն կիբեր հետախույզն եմ։ Այսօրվա գործը կարող է հուզել նրանց, ովքեր երբևէ առցանց գործարք են արել, որն ի վերջո ձախողվել է։ Ես անվանում եմ 6 լարային սկանդալի գործը։ Clickbait խաբեություններ, խարդախություններ, որոնք գրավիչ վերնագրերով կամ մոլորեցնող հղումներով մարդկանց ստիպում են սեղմել։ Դրանք հաճախ տանում են վնասակար կայքեր, որտեղ օգտատերերին դրդում են ներբեռնել վիրուսային ծրագրեր կամ տրամադրել անձնական տվյալներ, ֆինանսական միջոցներ շորթելու համար։ Գիտես այս վաճառողին Լորենցո։ Պարզապես գովաց տեսասոց ցանցերումս։ Ես միայն մուտքագրեցի իմ բանկային տվյալներով եւ վերջացավ 3-5 օրից կնվագեմ։ Ինչ։ Պարզապես ինչ որ բան տարօրինակ է։ Գուցե բան չկա, բայց երևի ստուգ ես բանկային հաշիվդ համոզվելու, որ կասկածելի ոչինչ չի կատարվում։ Շատ լավ։ Փողերս։ Անհետացան։ Օ ոչ։ Ցավում եմ Լորենցո, կարծես թե խաբեություն էր։ Հավատս չի գալիս, որ խաբվեցի։ Դե իհարկե, ոչ ոք այդ գնով լրիվ նոր Gibson ES Supreme չեր վաճառի։ Կիբեր հանցագործության մութ աշխարհում հուշումներն անվանում ենք դրոշներ։ Լորենցոն այդ ցածր գինը դրոշ չհամարեց եւ տրվեց clickbait-ին, ինչպես ցեցը կրակի լույսին։ Բարեբախտաբար Դանին կանխազգացում ուներ, որ վաճառողը կարող է վստահելի չլինել եւ դրդեց Լորենցոին ստուգել։ Դանին կկարողանա օգնել Լորենցոին վերադարձնել դժվարությամբ վաստակած գումարը։ Լորենցո, դա քո մեղքը չէ։ Clickbait-ը կարող է շատ համոզիչ լինել։ Արի իմ գրասենյակ։ Որպես պարտադիր զեկուցող պետք է հայտնեմ չափահասների պաշտպանության ծառայություն։ Չափահասների պաշտպանությունը հետ կբերի գումարս։ Դա պետք է կարգավորել ձեր բանկի հետ։ Գուցե գնաք տեսնեք, թե ինչ կարող են նրանք անել։ Գուցե Նաոմեն կարողանա գալ ինձ հետ։ Հիանալի միտք է։ Ցույց կտաս գովազդը հեռախոսովդ։ Պետք է ներառենք վաճառողի մասին մեր ունեցած տեղեկությունները։ Ապա տեսար գովազդը սոցիալական ցանցում։ Այն քեզ տարավ այս կայք։ Այո, պարզապես մուտքագրեցի բանկային տվյալներս եւ ցեղմեցի գնել հիմա։ Որևէ մեկը կար քեզ հետ, երբ գնում էիր կիթառը։ Ոչ ոք, մենակ էի։ Ես կլրացնեմ հատուկ միջադեպի հայտ։ Եվ իհարկե, միշտ պատրաստ եմ օգնել քեզ, եթե հարցեր ունենաս կամ ցանկանաս խոսել։ Դու ինձ շատ օգնեցիր, Դանի։ Շնորհակալություն։ Ինձ տեղյակ կպահես։ Շատ լավ։ Հիանալի էր սիրելիս։ Երաժշտական շնորհակալություն քո օգնության համար, Դանի։ Այո, եւ քանի որ Լորենցոն այդքան արագ հայտնեց դրա մասին, նա հետ բերեց ամբողջ գումարը։ Նրա բանկը միացրեց խարդախության մասին զգուշացումները, որպեսզի նա անմիջապես տեսնի կասկածելի ակտիվությունը։ Ես տոնեցի երաժշտական խանութից գնելով այս սիրունի կիթառը։ Սա իմ երազանքի կիթառը չէ, բայց շատ մոտ է դրան։ Եվ ինձ իհարկե չխաբեցին։ Դա շատ լավ բան է։ Եվս մեկ օր, եվս մեկ խաբեություն, եվս մեկ հնարավորություն օգնելու ձեր խնամակալության տակ եղած անձին նկատել կարմիր դրոշները։ Դանիի շնորհիվ Լորենցոն արագ գործեց եւ վերադարձրեց գումարը։ Դանիի կողմից խարդախության մասին հայտնելը կօգնի իշխանություններին պատժել այդ խորամանկ խարդախներին։ Եթե ձեր խնամակալության տակ եղած անձը խաբեության զոհ է դարձել, խրախուսեք նրան խոսել վստահելի մեկի կամ ձեզ հետ։ Հայտնեք, եթե դեպքը կասկածելի է թվում։ Ինչքան շատ աչք, այնքան լավ։ Եթե որևէ հարց ունեք, դիմեք տարածաշրջանային կենտրոնին կամ ձեր վստահելի գործընկերներին։ Եվ հիշեք, որ պարտադիր չէ լինել աշխարհի լավագույն կիբեր հետախույզը կիբեր հանցագործությունների նշանները նկատելու համար։